ասել է չէ, հիմա արդեն ես եմ ստանում։ Հարգելի հայրենակիցներ, վաղը ժամը 7-ին Մատենադարանի մոտից կմեկնարկի պարտադիր կուտակային կենսաթոշակների դեմ բողոքի ակցիա։ Կոչ ենք անում բոլորիդ հարգելիներս գալ եւ մասնակցել պարտադիր կուտակային կենսաթոշակների դեմ մեր բողոքի ակցիային։ Հիշեցնենք, որ այժմ դիմումների միջոցով մարդիկ կարող են ազատվել պարտադիր կուտակային վճարներից, սակայն պետական հիմնարկներում մասնավորապես այս հարցավոր իշխանությունները օգտագործելով իրենց մեթոդները փորձում են մարդկանց ճնշել։ Չենք լռելու եւ բարձրաձայնելու ենք հարգելիներս։ Վաղը ժամը 7-ին Մատենադարանի մոտից կմեկնարկի բողոքի ակցիա ընդդեմ պարտադիր կուտակային թալանի։ Գիտեք, ակնկալիքները հետևյալն է, մենք անցկացնում ենք սատարման երթ, ուզում ենք այդ քայլով ցույց տանք, որ մենք մեր այն ընկերներին, մեր ժողովրդի այն հատվածին, ովքեր որ դեռ ուզում են գրեն դիմումներ, բայց ինչ-ինչ պատճառներով եւ հիմնականում դա կատարվում է ճնշումների միջոցով, մանավանդ պետական աշխատողները, նկատի ունեմ թե նախարարություններ, թե գերատեսչություններ, թե դպրոցներ, մնացած ուսումնական հաստատություններ, շատ են դրանք, ու մենք կոնկրետ տեղեկություններ ունենք դրանք շատ են, որ ճնշումներ են կատարվում, դիմումներ չեն վերցվում, հասնում է նույնիսկ նրան, որ ասում են, որ դիմում կգրեք նաև աշխատանքից ազատման դիմումներ, այ մենք այդ ժողովրդի մեր հայրենակիցների այդ հատվածին որոշել ենք սատարենք, ասենք նրանց, որ մենք ձեր կողքն ենք միջև վերջ եւ այս պայքարը շարունակվում է այնքան ժամանակ, քանի այս հարցը վերջնական լուծում չի ստացել։ Մեզ չի գոհացնում ներկա լուծումը հարցի։ Իրենք են ձեզ դիմում, որ նման բաներ են կատարվում, թե? Այո, հիմա կոնկրետ եթե ինձանից փաստեր ուզեք, ես ձեզ որ փաստեր չեմ ասի, որտեղ մարդիկ իրականում շատ վախում են, բայց առանձին, երբ որ այդ հնարավորությունը կա, առանձին շատ անգամ են ասում, ու մենակ ինձ չէ, շատ մեր ընկերների հասնում այդ տեղեկությունները, որ իրանք ճնշվում են, որ աշխատանքից կհեռացվեք եւ այլն։ Մենք այդ մեր հայրենակիցներին ասում ենք, մենք ձեր կողքն ենք, մենք պայքարելու ենք մինչև վերջ։ Եվ նաեւ ձեր միջոցով դիմում ենք մեր իշխանություններին, որպեսզի սթափվեն, ուշքի գան եւ չբռնանան սեփական ժողովրդին։